Ողջույն սիրելի հեռուստադիտողներ։ Սա TV Travel ճամփորդական նախագիծն է։ Ես ճանապարհորդ բլոգեր Նորոն եմ ու այս պահին գտնվում եմ Սևանում։ Եկել եմ, որպեսզի ձեզ ներկայացնեմ One Management-ի նախագծերից մեկը՝ Արտանիշ Beach Resort-ը։ One Management-ում նորությունները այնքան շատ են, որ չենք հասցնում մեր բոլոր հաղորդաշարերի ընթացքում ներկայացնենք։ Մյուս նորությունը այն է, որ One Management-ի ցանցին միացել է 4-րդ հյուրանոցը, որը որ resort ֆորմատով է, գտնվում է անմիջապես Սևանի ափին, կոչվում է Արտանիշ Beach Resort, որտեղ որ ուղղակի հրաշալի մթնոլորտ է տիրում։ Հիմա առաջարկում եմ գնանք ներս ու ձեզ ներկայացնեմ, թե ներսում առհասարակ ինչ գեղեցկություն է տիրում։ Գնացինք։ Մեկ հարգանի շինություններ են առանձնատան ֆորմատով, ավելի ջերմ, ավելի կոմֆորտ, ավելի հետաքրքիր միջավայրով։ Եղանակը ուղղակի իդեալական է, ասես դրսում գամակով ժամանակ անցկացնելու։ Շտապեք ձեռք բերել, դուք էլ ունենալ սենց հավես հանգստի հնարավորություն տարվա ողջ ընթացքում։ Այնպես որ եկեք ստեղ։ Առհասարակ Արտանիշի ափամերձ հատվածը ինձ համար Սևանի լավագույն հանգստավայրից լողափերից է, եթե ոչ լավագույնը, այսպես կարող եմ ասել։ Երբ գալիս եք այստեղ գիշերակացի նպատակով, վերցնում եք ձեզ համար գեղեցիկ համարները, որոնք արդեն իսկ ներկայացրեցինք ձեզ, հնարավորություն եք ունենում օգտվելու իր տարածքում գտնվող ենթակառուցվածքներից։ Հենց այս զոնայում իրականացվում է միջոցառումները, այնտեղ կա բեմ, որտեղ որ արտիստներ, դիջեյներ են գալիս նվագում, մի խոսքով ձեր օրը դարձնում են ավելի հագեցած ու հետաքրքիր, ու այդ ամբողջը ֆանտաստիկ տեսարանով, ուղղակի շքեղություն է։ Այս եղանակին, եթե դուք գաք այս ռեզորտ ու պարտադիր պետք է գաք, որտեղ մի շատ հավես բան եմ հիմա ձեզ ասում։ Գեղեցկություններից մեկը այն է, որ ստեղ կա անմիջապես Սևանի ափին շոկեբաղնիկ, սաունա, ու կարող եք այնտեղ է գտնվում, կարող եք մտնել, տաքանալ ու դրանից հետո բնականաբար ամենահավես ջիգար բաներից մեկը գնալ դեպի Սևանը։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 ու դուք Սևանը լճում եք, ասեք որ հավես է, ընտիր ուղղակի փորձառություն է, շոկեբաղնիկ ու Սևան, այցելեք անպայման։ One Management-ի ցանցում գտնվող Ծաղկազորի Ավրորա եւ Դիլիջանի Կոն հյուրանոցներում կարող եք անցկացնել ձեր ամանորը։ Գործում է 4 եւ 6 օրյա փաթեթներ, որտեղ ներառված է գալա ընթրիքը, ձմեռպապ, ձյունանուշ, DJ, կենդանի երաժշտություն, մի խոսքով հավես մթնոլորտ, որպեսզի ձեր տոնը դառնա անմոռանալի ու ունենաք հրաշալի նոր տարի։ Ինչպես նաեւ լինելու է խաղարկություն, որի ընթացքում կարող եք շահել 5 օրյա հանգիստ 2 անձի համար, այնպես որ ձեր օրը տոն դարձնելու համար զանգահարեք նշված հեռախոսահամարով եւ ունեցեք հրաշալի ամանոր։ Դառնալով One Management-ի Freedom ակումբի անդամ, հնարավորություն ունեք հանգստի համար նախատեսած ձեր գումարը խնայել 60%-ով, ինչպես նաեւ ստանալ 15% զեղչ տարբեր ծառայությունների համար՝ յոգա, պիլատես, սպա ծառայություններ եւ այլն։
Բազմաթիվ նվերներ ու առավելություններ։ Այդ ամբողջը Freedom ակումբի անդամ դառնալու դեպքում ձերն է լինելու, որը կարող եք օգտագործել մեկ ամբողջ տարի, այսինքն ձեռք եք բերում բաժանորդագրություն եւ դրանից օգտվում եք մի ողջ տարի։ Սա հրաշալի հնարավորություն է, որպեսզի հենց հիմա մտածեք ձեր հաջորդ տարվա համար, քանի որ դուք արժանի եք դրան։ Վերջին շրջանում մեծ ակտիվություն են ցուցաբերում Գրուզիայի ճամփորդությունը։ Շուտով մեր նկարանող խումբը մեկնելու է այդպիսի ճամփորդության ու ձեզ ներկայացնելու ենք, թե իրենից ինչ է ներկայացնում առասարակ Գրուզիայի ճամփորդությունը։ Կարող եք միանալ ճամփորդությանը ու ինչու ոչ, նաև մեր նկարանող խմբի հետ մեկտեղ մարտի 8-ից 15-ը մասնակիցը լինել այսպիսի հետաքրքիր ճամփորդության։ Թողնում ենք հեռախոսահամարը, զանգահարեք ու միացեք մեր Գրուզիայի ճամփորդությանը։ Կսպասենք։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ։ Սա TV Travel ճամփորդական նախագիծն է։ Ես ճանապարհորդ Նորն եմ, մենք Հնդկաստանում ենք եւ անցնում ենք Ոսկե եռանկյունիով։ Այս պահին գտնվում ենք նրա երկրորդ քաղաքում՝ Ագրայում։ Այստեղ ենք տեսնելու Կարմիր ամրոցը եւ Թաջ Մահալը։ Ագրայի խորհրդավոր ու կարևոր կառույցներից մեկն է համարվում Կարմիր բերդը, որը ամենազբոսաշրջային վայրերից մեկն է Թաջ Մահալից հետո։ Հիմա գնանք ու տեսնենք այս գեղեցիկ կառույցը։ Կարմիր բերդը գտնվում է Թաջ Մահալից ոչ հեռու, ընդամենը 2.5 կիլոմետր հեռավորության վրա։ Պալատական համալիրը հանդիսանում է խոշորագույնը եւ կարևորագույնը Հնդկաստանում։ 16-րդ դարում մահմեդական բանակները գրավեցին հնդկական դրախտը։ Մշակույթը ոչնչացնելու փոխարեն նրանք այն դարձրին իրենցը, վերափոխելով Հնդկաստանը։ Ագրա քաղաքը գտնվում էր երկու առևտրային ուղիների խաչմերուկում, ուստի այն միշտ լի էր քարավաններով ու շուկաներով, ինչպես նաև հազվագյուտ ու էկզոտիկ արհեստների արհեստանոցներով։ Ագրայում հսկայական գանձեր էին պահվում, որն իր հերթին գայթակղիչ էր հյուսիսային մոնղոլների համար։ Նրանք քշեցին իրենց հնդիկ մրցակիցներին եւ ամբողջ 300 տարի թագավորեցին թերակղզում։ Կարմիր ամրոցը ոչ միայն Ագրայի, այլ առհասարակ Հնդկաստանի զարդերից մեկն է համարվում, քանի որ այն ճարտարապետությունը, որ ունի այս ամրոցը, տարբերվում է ու միանշանակ առանձնահատուկ է ողջ Հնդկաստանում։ Երկրաչափական ու բուսական պատկերավորումներ, մարդկանց ու կենդանիների պատկերներ։ Իմիջիալոց ասեմ, որ սա ի սկզբանե եղել է որպես ռազմական կառույց, այս ամբողջ գեղեցկությունը կառուցվել է ռազմական նպատակով, բայց հետո դարձել է նաև ինքը պալատ ու Շահ Ջահանը հենց այստեղ է անցկացրել իր կյանքի ողջ տարիները, մինչև անգամ այստեղ բանտարկված է եղել նա։ Բայց ինչն է կարելի է ասել շատ մտահոգիչ ու չգիտեմ հակասական, այն որ այս պարիսպներից դուրս տիրում է տոտալ աղքատություն։ Պարիսպներից ներս հարստություն, գեղեցկություն ու շքեղություն։ Ուրեմն այս շատ մեծ կացան, որ տեսնում եք քարից, սա լողավազան է եղել, Ջահանգիրի լողավազանն է եղել, մինչև անգամ այնտեղ աստիճաների տեղ է կտեսնեք, որ այնտեղով բարձրացել է ու ներս է մտել, որտեղ բավականին բարձր է։ Ես ենթադրում սրա մեջ մի քանի տոննա ջուր է լցվել։ Ամեն դեպքում թագավորական կյանք է ունեցել մեր Ջահանգիրը։ Մալադեց։ 1565 թվականին Ակբար մեծի կառավարման ժամանակներում հին աստղագուշակները աստղերով հաշվարկել էին բարենպաստ իրադարձություններ։ Եվ երբ եկավ լավագույն պահը, 3000-ից 4000 մարդ սկսեց աշխատել Կարմիր ավազե քարի պալատի կառուցման վրա։
Աշխատանքները ընթանում էին մեծ արագությամբ եւ ընդամենը 8 տարի անց Հնդկաստանի ամենատպավորիչ կառույցը պատրաստ էր։ Ակբար մեծը հրավիրեց լավագույն արհեստավորներին եւ գորգագործներին զարդարելու իր շքեղ դղյակի սենյակները։ Միջին Ասիայի արհեստները կատարելապես միահյուսվել են կարմիր բերդի քարե աշխատանքներում։ Մեծ Ակբարն իր կայսրությունը մեծացրեց 3 միջոցով՝ պատերազմով, խաղաղությամբ եւ ամուսնությամբ։ Նա ուներ մոտ 300 կին եւ մոտ 5000 հարճ։ Ակբար մեծը մահից առաջ գահը փոխանցելու նպատակով որդիների համար կազմակերպեց մրցույթ։ Որդիները կռվեցին փղերի վրա։ Մի եղբայրը մյուսին գցեց եւ այդ գնով դարձավ տիրակալ հորից հետո։ Այստեղ ոչ մի պատահական բան չեք տեսնի, ամեն ինչը հաշվարկված ու ցենց ասեմ շատ շքեղ է։ Դռները, քանդակները, այս բոլոր երիզները, խելագարություն աղագի, ցենց կարող է ժամերով կանգնել ու նայել ու մտածել թե ինչպես են կարողացել այս ամբողջը անել։ Իհարկե նշեմ, որ ոչ միայն տեղացի քանդակագործներն են այս ամբողջը ստեղծել, այս հրաշքը, այլ նաև տարբեր երկրներից եկած։ Մի խոսքով սա կարելի ասել համաշխարհային մշակույթի գլուխգործոցներից մեկն է, քանի որ այստեղ աշխատել են տարբեր ազգի հանճարներ։ Ուրեմն քանի որ մենք գտնվում ենք Ջահանգիրի պալատում, մի հետաքրքիր պատմություն առասարակ Ջահանգիրի կյանքի մասին։ Ուրեմն քանի որ ինքը մնում էր հենց այս հատվածում, իսկ քանի որ ինքը թագավոր էր եւ իրեն քնից հանելը առավոտյան դա ճիշտ չէր, սխալ էր համարվում, գուցե մարդիկ դրա համար պատժվեին, դրա համար կար մշակված ձև դրան քնից հանելու, այսինքն մշակված զարթուցիչ Ջահանգիրի համար, այսպես կարելի ասել։ Ուրեմն կանայք, ովքեր որ իրենց ոտքերին կրում էին երկաթներ, այսպես երկաթներ, եւ նրանց քայլելուց կամ վազելուց այդ երկաթները ձայն էին հանում, ասում են հաճելի ձայն, նրանք պալատի այս հատվածից մուտք էին գործում ու անցնում էին մյուս կողմ, դրա համար այս հատվածում դատարկ տարածություն է, այս դեպի ձախ դատարկ տարածություն է։ Այսպես այդ կանայք վազում էին եւ այդ երկաթներից ստացած ձայնը Ջահանգիրին քնից հանում էր։ Միայն այդ դեպքում կարելի էր Ջահանգիրին հենց այդ ձև քնից հանել։ Ով կա։ Հիմա չի գործում այդ կանոնը, այստեղ ոչ ոք չկա։ Խոսքը հենց այս դռների մասին էր, մեկ եւ մյուս կողմում երկրորդը։ Հենց այս դռներով են մտել այն կանայք, ովքեր որ Ջահանգիրին քնից հանել են իրենց ոտքին ամրացված երկաթներով։ Կարմիր ամրոցը գրեթե ամբողջությամբ կառուցված է
կարմիր ավազաքարից, դրա համար կոչվում է կարմիր ամրոց, բայց ունի նաև այսպիսի գեղեցիկ հատված, որը ամբողջությամբ մարմարից է ու բավականին յուրահատուկ փորագրություններով։ Իհարկե արդեն առաջին անգամ չէ, որ պետք է զարմանանք Հնդկաստանում այսպիսի հրաշք ճարտարապետության վրա։ Ստեղից եւս երևում է Թաջ Մահալը, միշտ կարելի է հիանալ իրենով ու պահը պետքա բաց չթողնես, որպեսզի վայելես այս հրաշք կառույցը։ Ագրայի բերդի ամենայուրահատուկ պահերից մեկը, տեսարաններից մեկը դա այն է, երբ քո առաջ բացվում է Թաջ Մահալը, այսպիսի հեռավորության վրա, բայց բավականին շքեղ ու յուրահատուկ, ու ստեղից նայելով հասկանում ես այն պատմությունը, որ Ջահանգիրը երբ բանտարկված էր, եւ ինքն էր կառուցել Թաջ Մահալը իր կնոջ համար, իր կինը այնտեղ էր թաղված, նա այստեղից Թաջ Մահալին նայելով սիրահարված լինելով Թաջ Մահալին, մահանում է ու աչքը Թաջ Մահալի վրա մնացած։ Իրոք որ շքեղ տեսարան է ու շատ դաժան կլինի, երբ դու կառուցես մի բան, որին կարողանաս այդքան հեռվից տեսնել ամեն օր։ Սիրելի հեռուստադիտողներ, ծանոթացնեմ ձեզ դիպակի հետ, ում հանդիպեցի Թաջ Մահալի մոտակայքում լոկալ գիդա ու խնդրեցի, որպեսզի ինձ եւ ձեզ ներկայացնի այս յուրահատուկ վայրը։ Ողջույն դիպակ։ Նամաստե։ Խնդրում եմ ինձ եւ մեր հեռուստադիտողին ներկայացնել, թե ինչու է կոչվում հենց այս вайրը Թաջ Մահալ։ Я вначале хотел вам сказать, что вы добро пожаловали в Агру. Նախ եւ առաջ ցանկանում եմ ասել բարի գալուստ Ագրա։ Թաջ Մահալ թարգմանաբար նշանակում է Թագի պալատ։ Тадж Махал считается одна самая красивая усыпальница. Թաջ Մահալը համարվում է ամենագեղեցիկ դամբարաններից մեկը աշխարհում, որը կառուցված է Ագրայում։ Այն հիմնադրվել է 1632 թվականին Շահ Ջահանի կողմից իր սիրելի կնոջ Մումթազ Մահալի համար, որը մահացել էր 14-րդ երեխայի լույս աշխարհ բերելիս։ Նա խոստացել էր կառուցել մի այնպիսի դամբարան, որի նմանը չլինի։ Արդյունքում Թաջ Մահալը կառուցվեց Ագրայում, որի նմանը չկա ուրիշ ոչ միտեղ։ Այս հանճարեղ կառույցի վրա աշխատել են աշխարհի տարբեր երկրներից հրավիրված լավագույն վարպետները։ Նկարիչներ, ճարտարապետներ, քանդակագործներ, որոնք հիմնականում Հայաստանից էին, Պարսկաստանից եւ Հնդկաստանի տարբեր քաղաքներից։ Мира, допустим, больше мастеров они пришли из Армении. Из Армении? Из Армении, пришли из Армении и из Персии. Վարպետներից պահանջվեց 22 տարի, որպեսզի կառուցեն այս գեղեցիկ դամբարանը։ 22 года они строили Тадж Махал. Նոր մեր գիդը նշեց, որ այս գեղեցիկ կառույցի կառուցման գործում մեծ դեր են ունեցել նաև հայերը, ովքեր որ եկել են Հնդկաստան, Ագրա եւ օգնել են Թաջ Մահալի կառուցմանը իրենց ձեռքի շնորհքով։ Ես մի այսպիսի պատմություն գիտեմ, որը որ մեզ մոտ բավականին տարածված է եւ այդ հարցը կարելի է ասել։ Ցանկանում եմ ուղղել ձեզ։ Ես լսել եմ շատ են խոսում Հայաստանում, որ Թաջ Մահալը նվիրված է հայուհու։ Արդյոք դա ճիշտ է։ Нет. Вот Мумтадж Махал, она не была армянка, люди просто так думают, но она была из Персии. Ոչ, չկա այդպիսի բան։ Շատերն են այդպես կարծում, բայց նա եղել է պարսկուհի, ում հայրը պաշտոն է ունեցել Շահ Ջահանի կառավարման ժամանակ։
Շահը մի օր հանդիպում է Մումթազին եւ սիրահարվում է նրան, քանի որ Մումթազը շատ գեղեցիկ էր, մեծ տպավորություն էր թողել շահի вրա։ Այնուամենայնիվ հայուհի լինելու վարկածը չի համապատասխանում իրական պատմությանը։ Նա պարսկուհի էր։ Вот. Ну, все равно это как ерунда, которая говорят, что она была армянка. Она не была армянка, она была парсиенка. Թաջմահալի տարածքը բավականին մեծ է եւ միայն այս գեղեցիկ կառույցը չէ, որ զարդարում է այս տարածքը։ Անմիջապես Թաջմահալի կողքերին կան երկու կառույցներ։ Կնշեք, թե ինչ կառույցներ են սրանք։ Направо руки там гостевой дом, а налево руки там королевский меч. Աջ կողմում հյուրատուն է եղել, իսկ ձախ կողմում թագավորական մզկիթը։ Այս մզկիթում մոլ անգալիս էր թագավորի եւ թագուհու համար Ղուրան կարդալու։ Այդ իսկ պատճառով մզկիթը կոչվում էր թագավորական։ Շնորհակալ եմ շատ։ Հետաքրքիր պատմության համար։ Очень приятно. Որ ասում եմ շքեղ է այս կառույցը, ուրեմն այս հատվածը մարմարը փորագրված է եւ ներսում այդ փորագրության ներսում արդեն տարբեր գույնի քարերով հարված են զարդանախշերը, բուսական զարդանախշեր են, որոնք որ բավականին տպավորիչ են։ Հերվից նայելիս մտածում ես դա նկարած է, պատերի վրա նկարած է, բայց երբ որ մոտենում ես, նկատում ես թե ինչ հզոր աշխատանք այստեղ կատարված։ Հիմա ստուգենք տեսնենք, թե ինչ համար են ինձ բաժին հասել։ Եկեք։ Բավականին հարմար։ Ուրեմն Հնդկաստանում շատ կարևոր է, որպեսզի գիշերեք կոմֆորտ ու մաքուր հյուրանոցներում, քանի որ ծանրաբեռնված օրվանից հետո շատ կարևոր է այդ հանգիստ միջավայրը, որտեղ ձեզ լավ կզգաք, հարմար կզգաք ու կկարողանաք լիարժեք հանգստանալ ու պատրաստվել հաջորդ օրվան։ Հետևեք մեզ սոցիալական տարբեր հարթակներում՝ YouTube-ում, Instagram-ում եւ Facebook-ում։